Օրերս երգչուհի Հռիփսիմե Հակոբյանն իր ինստագրամյան հարթակում կիսվել էր Ավետ Բարսեղյանի մտքերից մեկով։ Գրառումն այսպիսինն է. Երբ որ երկար հիմարներին չես ասում հիմար, բազմանում են ու ստեղծում են հիմար մի աշխարհ, ուր արդեն դու ինքդ ցավոք կասկածում ես քեզ։ Երբ որ երկար հանդուրժում ես գոյը տգետի, իբր վեհ ես ինքդ, չես փռում նրան գետնին, նպաստում ես խորացմանը շատ լուրջ քաղցկեղի։ Նշենք, որ հետադետ հաղորդման հյուրն էր շոու բիզնեսի լավագույն ձայներից մեկն ու ամենակննարկվող կերպարը Հռիփսիմե Հակոբյանը։ Star News-ը հետևեց հարցազրույցին։ Խոսելով Արթուր Գրիգորիչի հետ ունեցած կոնֆլիկտի մասին, երգչուհին նշեց. Ինչպես բոլոր երգիչները, ես էլ մի փոքր կոնֆլիկտ ունեցա Երգիպետական թատրոնից հեռանալու ժամանակ։ Այդ մեծ հայտնիություն ունենալու մոլուցքը բոլոր արտիստների դուռը թակում է։ Ես չէի ուզում լինել փոքր բեմի երգչուհի։ Ես ուզում էի մեծ լսարան ունենալ, ուզում էի ինձ շատերը լսեն։ Գիտեի, կարող եմ այդ ժանրում ևս ներկայանալ, ինձ հետաքրքիր էր այդտեղ ևս փորձել։ Ինքն էր հենց ինձ ընդունել ակումբ, որ ես գումար աշխատեմ։ Ամեն տեսնելիս ասում էր, չես մոռանում չէ, ես ինձ դեմ եմ գնացել, քեզ տարել, ընդունել եմ ակումբ, որ դու գումար աշխատես։ Իր եւ Լիլիթ Հովհաննիսյանի հարաբերությունները մեկնաբանեց. Լարվածություն կար, բայց այնքան սխալ տեղ էր։ Ինչ անենք, եթե ընկերուհիներ ենք ու երկուսս էլ երգում ենք։ Դա սխալ է կարծում եմ շատ, որովհետև եթե նույն ասպարեզում ենք, մեկ է յուրաքանչյուրս մեծ հասանելիք տեղում ենք հասնելու։ Կյանքում ինչ փառքի ծափահարությունների պիտի արժանանանք, դա իմն է, դա իրենն է։ Առհասարակ դա անիմաստ մրցակցություն է։ Խորհուրդ կտամ երիտասարդներին, որ այո, պետք է լինի մրցակցություն, բայց չվերածվի այլ բանի։ Հաղորդավարի Մհեր Բաղդասարյանի կարծիքով Հռիփսիմե Հակոբյանը բնավորությամբ դիվանագետ չէ։ Ուղիղ ես, էմոցիոնալ առումով նաև բաց ես և միշտ մարդկանց ասում ես այն, ինչ մտածում ես։ Մենք բոլորս դա ոլորտում գիտենք։ Երբեմն կարող է մասնագիտական աշխատանքային կոնֆլիկտների մեջ մտնես մարդկանց հետ նրա համար, որ չունես կողմեր փափկեցնելու։ Այլ հակառակը, այդ ուղիղ ասելու մեր ազգին բնորոշ բնավորությունն ունես։ Շատ մտերիմ էիր օրինակ Արփի Գաբրելյանի հետ, հետո երկար տարիներ չէիք շփվում։ Բոլորը կփաստեն, որ որևէ մեկի հետ չեմ վիճում, չեմ վիճել, դա բոլորը կփաստեն։ Ես ուղղակի կարող եմ այդ տարածքից հեռանալ։ Այո, իմ չափից շատ էմոցիոնալ լինելը բերում է նրան, որ ամբողջովին կարող եմ տրվել մարդուն ու նույն կերպ էմոցիոնալ հեռանալ, բայց լուռ։ Աննկատ հեռանալը հանրությանը ավելի նկատելի է լինում։ Ես համաձայն չեմ, որ ընկերությունը լինում է հավերժ։ Ընկերությունն ինձ համար ունի ժամկետ։ Ես այդպես եմ կարծում։ Ողջույն սիրելիներս, նախ ասեմ, որ բարև եք բոլորին։ Բարև ձեզ։ Ասեմ, որ Ինչպես եք։ Լավ եք երեխաներ։ յուտեմ ես քեզ։ Մի քիչ ասկրդ բանադա ու սթրզա։ Ողջույն սիրելիս։ Ռոբը բայց չի կարող, բայց ռոբը խոսում է։ Այսօր ես գնում եմ զայնակվել և երգիչի եմ այսօր գնում։ Դու երգիչի ես գնում, իսկ թողնես ես խոսեմ։ Ինչ էի ուզում ասել, որ ռոբը չէր թողնում։ Իմ և Մհեր Բաղդասարյանի հարցազրույցը իր տետատետի յութուբյան ալիքում է, արդեն կարող եք գնալ և դիտել, շատ գեղեցիկ հարցազրույց է ստացվել ըստիս։ Ու մի այնքան գեղեցիկ միջադեպ նոր տեղի ունեցավ խանութում, որի մասին ուզում եմ անպայման խոսել։ Գնացել էի ծաղիկներ գնելու, ընկերուհուս բնակարան են գնում, և այդպես ուզում էի ծաղիկներ նրան տանել։ Մտա ընտրեցի ծաղիկները, ինձ ասեցին, որ Հռիփսիմե ջան, նվիրում ենք ձեզ։ Իհարկե շատ հաճելի է, շատ շնորհակալ եմ, շատ հուզիչ է, որ այդ ջերմ ու լավ վերաբերմունքը Երևանի յուրաքանչյուր անկյունում ստանում ենք։ Բայց ասեցի ներեցեք կլինի, ասեք ինչքան պետք է վճարեմ, ես համառեցի, որպեսզի վճարեմ, նրանք ասեցին, որ տարիներ առաջ, մոտավոր 15 տարի առաջ Մարտին այնքան ծաղիկներ է գնել մեր խանութից քեզ համար, օրը մոտավոր 7-8 ծաղիկ։ Ասացս ինչա Մարտին ջան, շատ հաճելի է, շատ, շնորհքդ անսպառ լինի միշտ, շատ ծաղիկներ միշտ նվիրես, ոնց որ տարիներ շարունակ։ Պաչում ենք քեզ, լավ համերգ Կանադայում։ Բալիկներ ինչ եք պապային մաղթում։ Պապ, քեզ լավ համերգ։ Պապ, ես քեզ խաբար կար։
Պատուհանս բաց եմ արել նայում եմ չկա Չէ, տենց չի, սենց է։ Պատուհանս բաց եմ արել նայում եմ Չի, սենց է։ Պատուհանս բաց եմ արել նայում եմ չկա զույգ աչքերը։ Շնորհավորում եմ բոլորիս, ուզում եմ նորից որ խաղաղ երկնքի տակ դիմավորենք, ապրենք, այդ տխրություն չտեսնենք, միայն շփիտ լինի մեր ազգի համար, թող ամանորը միայն խաղաղություն բերի պես։ Շնորհակալ եմ։ Ոնց եք հասնում այդ կանվաներին։ Հետո Աղջկա մեկը հայ գիտիսա։ Դու շատ զբաղված ես ուրեմն։ Աչի ջան, այդ երկերով ենք մենք հացիկներ ուտում։ Հա։ Մեր ամբողջ հայկական շոու բիզնեսի տակ մենք հաց ենք ուտում։ Մենք քնում ենք։ Պապարացի Լիլինա։ Ես դեռ իրոք եմ պապարացի վիդեոներ։ Չորտիվը լինի խաղաղության Երկու խոսք։ Բայրամատման տարի, ասված Տեքստում է։ շնորհավորում եմ ողջ մեր սուրտի հայությանը, հիմնականում So shut your mouth and run it like a river. Shut your mouth, baby, stand and deliver. Holy hands will be made me a sinner. Like a river, like a river. Shut your mouth and run me like a river. So shut your mouth and run it like a river. Shut your mouth, baby, stand and deliver. Holy hands will be made me a sinner. Like a river, like a river. Shut your mouth and run me like a river. Պատուհանս բաց եմ արել նայում եմ չկա Չէ, տենց չի, սենց է։ Պատուհանս բաց եմ արել նայում եմ Չի, սենց է։ Պատուհանս բաց եմ արել նայում եմ չկա